Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվել են Գավառ քաղաքի թվով 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ, փոխվել են մուտքերի լուսամուտներ ու դռները, վերանորոգվում են այդ շենքերի մուտքերը։ Նույն ծրագրով Գավառ քաղաքի Ազատության փողոցի կենտրոնական հատվածի թվով 6 բազմաբնակարան շենքերում էլ անցկացվել է արտաքին լուսավորություն։ Համայնքապետարանի կողմից առավել խոցելի ընտրված թվով 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ որոշվեց հիմնանորոգել, որոնք գրեթե անմխիթար վիճակում էին։ Դրան միացվեց նաև մուտքերի հիմնանորոգման, մուտքի դռների փոխարինման, պատուհանների փոխարինման եւ բնակիչներին մատակարարվող էլեկտրասանուցման հոսանքագծերի փոխարինման ծրագիրը։ Ծրագրում ներառված աշխատանքները մեկնարկել են այս տարվա ամռանը։ Տանիքների կառուցման եւ արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Մուտքերի վերանորոգումը դեռևս ընթացքի մեջ է։ Մաքուր է ամեն ինչ ու տանիքը վերանորոգվում է ժամանակ գուցե թողում էր օրինակ անձրևի ժամանակ բան վերևի արկի արևաններին վերակողած ջուր կաթար, բայց հիմա կարգավոր վերաղագին շնորհակալություն ովքեր որ կազմակերպել են, շատ շնորհակալ ենք, որ այսպիսի աշխատանքներ են կատարվում։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները բնակիչների համար կարևոր խնդիրներ են լուծել։ Խորհրդային տարիներին կառուցված բազմաբնակարան շենքերի տանիքները երբևէ չէին վերանորոգվել։ Տարիների ընթացքում անձրևներից քայքայված ու քամիներից կրած վնասների հետևանքով հատկապես վերջին հարկերի բնակարանները շատ էին տուժում։ Կաթոցներ կար 5-րդ հարկում, այն մյուս մուտքում չէին բնակվում 5-րդ հարկի բնակիչները հենց այդ պատճառով։ Շատ գոհ ենք նախաձեռնողից, ծրագրի իրականացնողից եւ աշխատողներից։ Կարևոր էր նաև մուտքի վերանորոգումը, լուսամուտների ու դռների նորացումը, ինչպես նաև կատարվող արտաքին հարդարման աշխատանքները բազմաբնակարան այս շենքերում կապահովեն տաք ու կոկիկ միջավայր։ Մեզ լուսամուտները որ չկար, այն ձմեռը ձունեիս էս փչմեր ուղիղ տուն եք համ ժամանակս են ինչ ծևիս կվազիտներ, շատ ահավոր վիճակի մեջ։ Նախկինում շատ անմխիթար վիճակ էր, մուտքի դռները շատ վատն էին, համարյա չէր փակվում, որի պատճառով մուտքը շատ ցուրտ էր։ Վերանորոգումից հետո մուտքի դռները փոխվեցին, պատուհանները փոխվեցին, որի շնորհիվ շատ մուտքը տաք է։ Գավառ քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների կառուցման, մուտքերի վերանորոգման եւ արտաքին լուսավորության անցկացման կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 135 միլիոն դրամ, որի 50%-ը հատկացվում է պետական, 50%-ը համայնքի բյուջեից։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։